Ուզում եմ գոնե նիստից առաջ քննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարան իսկապես վտանգեն ինչպես են ասում, իմ անաչառությունը։ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կարող է անաչառ լինել, երբ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով բարձր դատարան դիմաց 7 քաղաքական ուժերից մեկի առաջնորդի Արման Բաբաջանյանի ուժի նախընտրական ցուցակում էր 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Չնայած դրան, Սահմանադրական դատարանը գտել է, որ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը Սաֆարյանի մասնակցության անհնարինություն չկա։ Փոխարենը քաղաքական իրենց անցյալով պայմանավորված քննությանը դատարանի որոշմամբ չեն մասնակցում դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, քանի որ կողմնակալ վերաբերմունք ունեն։ Զեյնալյանն ասում է, քննության ընթացքին հետևելու է։ Հետևելու եմ իստին ուշ-ուշ։ Զեյնալյանը ժամանակին Փաշինյանի կաբինետում արդարադատության նախարար էր, որպես Հանրապետություն կուսակցության անդամ սատարել է Փաշինյանի վարած քաղաքականությանը, իսկ կոալիցիայի մեջ մտնելով ՔՊ-ի հետ օգնել է, որ Ավինյանն ընտրվի Երևանի քաղաքապետ։ Վլադիմիր Վարդանյանը ընդամենը ամիսներ առաջ էր ՔՊ խմբակցության падգամավոր։ Հենց միայն այն, որ ՔՊ-ի հետ նման սերտ կապեր ունեցող անձինք են Սահմանադրական դատարանի դատավորների կազմում, արդեն ինքնին դատարանի անաչառության վերաբերյալ հարցեր է առաջացնում, ասում է բողոքի քննությանը Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը ներկայացնող Արամ Վարդևանյանը։ Այն, որ Սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի եւ այդպիսինն է նաեւ հանրային ընկալումը, կարծում եմ դա անհերքելի փաստ է։ Բարգավաճ Հայաստանում նույնպես կարծում են, որ բոլոր դատավորները բացի Արման Դիլանյանից անաչառության խնդիր ունեն, քանի որ բոլորն էլ ընտրվել են գործող իշխանությունների օրոք։ Նման իրավիճակ մեկ էլ եղել է 95 թվականին, երբ որ ձևավորվել էր։ Արամ Օրբելյանը, որը մեկ գիշերում խորհրդարան մտնելու շանսից զրկված Բարգավաճ Հայաստանի շահերն է ներկայացնում բարձր դատարանում, ընդգծում է, օրինակ Սեդա Սաֆարյանն անձնական բացասական վերաբերմունք ունի հենց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այնուամենայնիվ Օրբելյանն այսօր բարձր դատարանին միջնորդեց առհասարակ հակասահմանադրական ճանաչել անհնարինության ինստիտուտն ու թույլ տալ, որ բոլոր դատավորներն էլ մասնակցեն քննությանը։ Հիմա մենք ասենք դատավորներ չմնան, որովհետև 5 ձայնա պետք որոշում ընդունելու համար, դե բերեք մի հոգով թող քննարկի, պարոն Դիլանյանը։ Այդ արդյունքում մենք չենք ունենա որոշում։ Դատարանը մերժեց Օրբելյանի միջնորդությունը անցնելով բուն դիմումների քննությանը։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող 7 դիմում է դատարանը ստացել։ Խորհրդարան անցած Ուժեղ Հայաստանից, Հայաստան Դաշինքից, մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած Բարգավաճ Հայաստանից եւ ՇՄՉ հաղթահարած Հայկ Մարությանի նոր ուժից, Արման Թաթոյանի միասնության թևերից, ԴՕԿ կուսակցությունից եւ Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության կուսակցությունից։ Ի տարբերություն մյուս ուժերի վերջինս դատարանից պահանջում է գնահատական տալ, ինչպես իրենք են նշել ընդդիմության կողմից զանգվածային ընտրակաշառքներին։ Դատարանը ստացած բողոքներով կարող է ընդամենը մի քանի հնարավոր որոշումներից մեկը կայացնել, կամ ԿԸՀ որոշումը, որով ամփոփվեցին արդյունքներն ու բաշխվեցին մանդատները, թողնել ուժի մեջ, կամ այն անվավեր ճանաչել, զուգահեռ անվավեր ճանաչելով ընտրությունների արդյունքները, կամ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։ Ինչու է ընդդիմությունը պնդում, որ ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն։ Խորհրդարանում ամենամեծ թվով մանդատներ ստացած ընդդիմադիր ուժը Ուժեղ Հայաստանը մի շարք փաստարկներ է բերում խախտումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել թե քվեարկության նորվանը նախորդած ժամանակահատվածում, թե այդ օրը։ Դրանց թվում են վարչական ռեսուրսների չարաշահումը, ատելության խոսքը, հակակոռուպցիոն կոմիտեի թիրախային գործելավոճը, ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդին կալանքի տակ պահելը եւ այլն։ Առավել մեծ հարցեր են բարձրացնում քվեարկության օրը արձանագրված խախտումները։ Վարդևանյանն ընդգծում է, շուրջ 17,000 գաղտնի ռեժիմով քվեարկություն է տեղի ունեցել, շատ ավելին, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր։ 16,000 անվավեր քվեաթերթիկ է եղել, 80,000 չաշխատող անձնագիր։ Լավ, այդ չաշխատող անձնագրերը լինեին 100-ը, լինեին 1000-ը, լավ լինեին 2000-ը, բայց ինչի են 80,000։ Այսինքն ոնց կարող էր ընտրվել մի իրավիճակ, որ ծրարը լինի թափանցող։ Ոնց կարող է լինել իրավիճակ, որ լինեն ընտրական տեղամասեր, որոնք չնայած ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որ պետք է տեսաձայնագրառվեն, չունենան տեսանկարանող սարք։ Ընդդիմադիրները Սահմանադրական դատարանում ընթացող նիստին զուգահեռ դատարանի շենքի առջև հավաք էին իրականացնում։ Ինչ ակնկալիքներ ունեն բարձր դատարանից։ Սահմանադրական դատարանից հաշվի առնելով, որ ընդդիմադիրները տեսապես ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չենք կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը կարող է, եթե կամք դրսևորի,
օրինականության շրջանակներում ապահովի ձայնագողության բացակայությունը, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Սահմանադրական դատարանը քննությունը պետք է ավարտի մինչև հուլիսի 4-ը, ժամանակը քիչ է, այդ պատճառով որոշել են աշխատել արտակարգ ռեժիմով։ Վաղը շաբաթօրը նույնպես նիստ կլինի, չի բացառվում նաև կիրակի, կախված սահմանադրական դատարանի որոշումից ու հետագա զարգացումներից, խորհրդարան անցած ընդդիմադիրները կորոշեն վերցնել մանդատները, թե ոչ։ Եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ։ Ամեն դեպքում մենք պարզ ասում ենք, մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ եւ մեր դաշինքի կուսակցության ներսում եւ գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական ճանապարհային քարտեզի ուղղությունը հասկանալով կորոշենք, որ ուղղությամբ գնանք, բայց մեզ համար շատ կարևոր է թափանցիկությունը ապահովել, մեր հայրենակիցների հետ խոսել, ով որ ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք հանդիպել, այսինքն չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնենք, կհանդիպենք, կքննարկենք այսօր շատ թեժ, հետաքրքիր եւ կարելի ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել եւ հետագայում հնարավորություն կունենանք եւս այդպիսի հանդիպում ունենանք, ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք։